ձին ըստելուց Աստծուն չմոռանաք։ Թողեք ապրենք տղեկ, թողեք մենք էլ ապրենք, դուք էլ ապրեք Աստծո հաշտությունը հագած, այս չհասկացված ցեղի առաջնորդը դուք չեք, դուք ցերեկվա աստղ եք իրիկունը հանգած, եւ մի ուրախացեք, որ ուրիշն էլ լալու իբրև արդարության հրեշտակներ չկան, ինչ որ դուք արեցիք, ձեր դիմաց եք գալու եւ ձեր լացը լսող ուրիշ տղեկ կգան։ Շնորհակալ եմ։ Երդվում եմ Արարատով, այսպես է կոչվում գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի նոր գիրքը, որը թեպետ գրողի 12-րդ գիրքն է, բայց առաջին բանաստեղծական ժողովածուն, որտեղ հիմնականում անտիպ գործեր են։ Երդվում եմ Արարատով ձևակերպումը ոչ միայն վերնագիր է, այլև պատգամ ընթերցողին, հավատարմության ուղտ, նետված ձեռնոց ներկա ժամանակներին։ Գրքի հրատարակիչը Վան Արյանն է, խմբագիրը Լևոն Գալստյանը։ Ուրեմն, ինչպես ինքն է ասում, ամեն բան լավ է լինելու, եւ հետեւաբար, սիրելի Մերուժան, այնքան հուսադրող է քո այս արտահայտությունը եւ այնպիսի հմայական ուժ ունի քո նոր հրաշալի գրքի վերնագիրը, որ ուզում եմ սա էլ բանավոր խմբագրել այսպես. երդվում եմ Արարատով, ամեն բան լավ է լինելու։ Տեր-Գուլանյանն ասում է երդվում եմ Արարատով ձևակերպումն իր մեջ հրամայականի ուղերձ ունի, որին կուզեր, որ ամեն ընթերցող առնչվեր, որովհետև մեզ կանչողն ինքն է Արարատը։ Գրողը մատնանշում է հատկապես հենց արքաների հովիտ շարքը, որը ըստ էության մեր այսօրվա մասին է։ Ես փորձել եմ դաժան անկեղծությամբ ներկայացնել մեր հայ ազգի այսօրվա իրավիճակը, ասում է Տեր-Գուլանյանն ու նկատում, որ դրանք ոչ միայն բանաստեղծություններ են, այլ նաև հարցադրումներ ինքներս մեզ, մեր ժողովրդին։ Գրքում սիրային գործեր էլ կան, քանի որ ինչպես ինքն է նկատում, կնամեծար մարդ է։ Սիրային գործերը, հրաշալի գործեր են, Մերուժան ջան, երգային, սիրուն, գիշերային վարդից ես շատ հիշեցի առաջին սիրային գիրքն էր պոետական եւ հետո հասարակական քաղաքական այդ թեմաները, որոնք արդեն մտել են եւ իր կյանքի մեջ, որտեղ մի երկար կյանք ենք ապրել եւ մամուլում եւ տարբեր հիմնարկներում, տարբեր բաներում, նաեւ ակտիվ գործունեությունը այս ամենը շաղախվել է եւ դարձել է բանաստեղծություն։ Հավերժական հայի գաղափարն այն անկյունակարն է, որի վրա հավաքվել է ժողովածուն, եւ որտեղ Մերուժան Տեր-Գուլանյանի բանաստեղծությունների կողքին զուգահեռվում է հավերժական հայի մասին 12 մեջբերում, Խորենացուց մինչև Նարեկացի, Տերյան, Չարենց, Աբովյան, Թումանյան, Բայրն, Գիլգամեշ եւ ավարտվում է Թորնիկի 9-ամյա Լեո Տեր-Գուլանյանի հայերի անելիքները բանաձևումով։ Հայերի անելիքները Հայերը պետք է ուժեղ լինեն, որ կարողանան ետ բերել Արարատ լեռը։ Հայերը պետք է զոր լինեն, որ կարողանան ետ բերել Շուշին ու Անին։ Հայ երեխաները պետք է լավ սովորեն, որ կարողանան հաղթել բոլոր թշնամիներին։ Հայերը պետք է ստեղծեն այնպիսի զենք, որից ոչ մի երկիր չունի, եւ այդ ժամանակ մեզ հանգիստ կթողնեն։ Հայերը պետք է անվախ լինեն, հայերը պետք է անպարտ լինեն, հայերը պետք է չհանձնվեն, պետք է սիրեն իրենց Աստծուն, եւ եթե այդպես շարունակենք, անպայման կհաղթենք։ Եվ ես կհպարտանամ, որ հայ եմ ու որդին եմ հայոց մեծերի, կհպարտանան նաեւ բոլոր հայ երեխաները։